Հարգելի բարեկամ, այս կիրակի Երուսաղեմում մենք նշեցինք Սուրբ Էջմիածնի տոնը։ Ես պատարագիչ էի, ընդհանրապես այդ օրը սովորություն չկա քարոզ խոսելու, որտեղ շատ երկար է արարողությունը, ծանրաբեռված է եւ հայրապետական մաղթանք կար, անդաստան կար, երկար էր, բայց քարոզի մտքերը գլխիս մեջ դառնում էին, պտտում էին, ուստի որոշեցի այս ձևով, այդ քարոզը կարելի ասել այդ պատգամը խոսքը հասցնել ձեզի։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ։ Հայ եկեղեցում պատահական ոչ մի բան չկա, մեր եկեղեցվո հայրերը, մեր եկեղեցվո տոնացույցը յուրահատուկ են կառուցել, կազմել, ես հաճախ անդրադառնում եմ իմ տեսահոլովակների մեջ դրա մասին և շատ է տարբերում օտար բոլոր եկեղեցիներից։ Մեր բոլոր կիրակի օրերը դա Տերունի օրեր են կամ հարության, Քրիստոսի հետ կապված, Աստվածածնի, եկեղեցու, խաչի հետ։ Չորեքշաբթի և ուրբաթ օրերը դա պահոց օրեր են և այդ օրերը Տերունի օրեր չեն և սրբերի տոն չէ, իսկ մնացած օրերը երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ դա սրբերի նվիրված տոներ են, եթե շարժական նաև սրբերի Քրիստոսի կամ Տերունի տոներ ունենք, եթե շարժական լինում է, դա օրինակ ծնունդն է, ծնունդի հետ կապված անվանակոչությունը, նաև Դյար Ընդառաջը և ուրիշ այլ տոներ, մենք Տերունի տոներին սրբերի տոն չենք տոնում, ի տարբերություն ուրիշ եկեղեցիներ, որոնք նաև Տերունի տոն ունեն և այդ օրը նաև տոնում են սրբերի տոն։ Բոլորս գիտենք, որ բանից հետո, այսինքն հոգեգալուստից հետո մի շաբաթ վերջ, առաջի կիրակին համարվում է առաջի ոնց որ հարության կիրակի և դրանից հետո գալիս է Սուրբ Հռիփսիմյանց, հաջորդ օրը Գայանյանց տոներն է, հետո շաբաթ օրը գալիս է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելը վիրապեն, կիրակի գալիս է Էջմիածնի տոնը, այսինքն հայտնի է, երևի շատ եք լսել, արարատյան տոներ, որը շատ կարևոր կապված է այդ արդեն մեր հայ ժողովրդի դարձի, այսինքն ձևով նկարագրում է նահատակությունը սրբերի, հետո Գրիգոր Լուսավորչի ելնելը վիրապից, հետո դարձը հայոց ու տեսիլքը և եկեղեցու կառուցելը, դա շատ կարևոր է և մեզ համար, որը յուրահատուկ է հայ ժողովրդի համար։ Եվ հետաքրքիր է նրանով, որ այդ տոներին մեր եկեղեցու հայրերը, գիտեք, ընթերցվածքներ են դրել, ավետարանական, հին ուխտի, նոր կտակարանյան ընթերցվածքներ, ուրեմն Սուրբ Էջմիածնի տոնի ընթերցվածքը հետևյալն է. Հովանու ավետարան 10-րդ գլուխ 22 համարից Այն ժամանակ Երուսաղեմում տաճարի նավակատիկի տոնն էր, ձմեռ էր, և Հիսուս շրջում էր տաճարի մեջ Սողոմոնի սրահում, հրեաները նրա շուրջը հավաքվեցին և ասացին. «Մինչև երբ մեր հոգին պիտի հանես, եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա մեզ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ձեզ ասացի, և ինձ չեք հավատում, այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք վկայում են իմ մասին, բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք, իմ ոչխարները իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և նրանք գալու են իմ հետևից, և ես նրանց կտամ հավիտենական կյանք, և նրանք չեն կորչի հավիտյան, և ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի, իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, ամենքից մեծ է, և իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ հափշտակել, ես և իմ Հայրը մի ենք»։
եւ հрյաները քարերը վերցրին ու որ նրան քար կոծեն։ Շատ հետաքրքիր դրվարգ է, որը հիմա կարող ենք ասենք ինչ կապ ունի Էջմիածնի հետ։ Ուրեմն այստեղ կարևոր մի կետ կա, որ նախ տեսնենք, ասում է Երուսաղեմում տաճարի նավակատիքի տոնն էր, ձմեռ էր։ Այդ տոնը, որը ավետարանում ասվում է, այսօրվա հայտնի Խանուկա տոնն է, հրեաների Խանուկա, որը հաստատվեց Քրիստոսից առաջ մոտ 200 տարի, երբ որ հույները գրավեցին Երուսաղեմը, այդ կարծեմ Անտիոք Էպիփանացին էր, որը պղծեց տաճարը, կուռքեր բերեց, կարծեմ Զևսի արձան դրեց, սկսեցին զոհաբերություններ տարբեր անել այդ կուռքերին եւ հրեաները ըմբոստացան։ Այդ շարժումը մակաբեացիներն էին, որը պատերազմելուց հետո ետ գրավեցին տաճարը եւ տաճարը նորոգեցին։ Եվ այդ նորոգությունը, որը հայերեն նավակատիկ է կոչվում, հիմա կգանք դրան, իրենք տաճարը նորոգեցին, խորանը վերականգնեցին, մաքրեցին եւ քանի որ իրենք պատերազմի ժամանակ իրենց տաղավարած տոնը Սուկոտը չէին տոնում, որը տևում էր 8 օր եւ որը խորհուրդն էր հավիտենական կյանքի, իրենք որոշեցին, որ այս տաճարը նորոգելու օրը 8 օր նշեն՝ ի հիշատակ այդ Սուկոտի օրը։ Եվ նաեւ հետաքրքիրն էր, որ իրենք տաճարը ուզեցին տաճարում զեթ վառել, այդ իրենց աշտանակը չէ, որը մենորա է կոչվում, միշտ մշտավառ վառվել է, բայց զեթը իրենք գտնում են մի աման, որը մի օրվա զեթ էր։ Եվ իրենք որպիսի զեթ պատրաստեին, իրենց 8 օր էր պետք։ Ուրեմն հրաշք է տեղ ունենում եւ այդ երբ որ զեթը վառում են այդ մի օրվա զեթը, ինքը հրաշքով 8 օր վառում է, մինչեւ պատրաստում են։ Դրա համար իրենք որոշում են նաեւ 8 օր տոնել եւ այդ 8 օրվա ընթացքում իրենք ամեն օր մի այսինքն կանտեղ չէ, պատրույք են վառում եւ միջև օրս հրեաները դա կատարում են ի հիշատակ ազգային, այսինքն ազատագրական մի պայքարի, որը Խանուկան նաև կոչվում է նորոգում, մաքրություն։ Եվ մեր եկեղեցու հայրերը այդ բառը Խանուկա չսեմ, նորոգությունը դարձրեցին ուրիշ բառ գտան նավակատիկ։ Նավակատիկ դա պարսկերեն նավ բառի իմաստը, որը նոր է, կատակատիկ դա տուն, այսինքն նոր տուն կամ էլ նորոգում։ Դրա համար նավակատիկը դա նորոգելու իմաստ ունի եւ նոր տուն ստեղծելու, հիմնելու իմաստ ունի։ Դրա համար գրաբարյան մեր Աստվածաշնչում այդ նավակատիկի տոնը ռուսերենով обновление նորոգում է դա լինում, դրա համար տոնում են։ Եվ սա ինչ կապ ունի Էջմիածնի հետ։ Ուրեմն մեր Տերը հրեաներին այստեղ հասկացնում է, որ դուք նայեք նորից կարդամ, ասում է դուք ինձ չեք հավատում եւ իմ ոչխարները իմ ձայնն են լսում եւ դուք ճանաչում են նրանց, բայց դուք իմ ոչխարներից չեք։ Եվ սրանով Տերը իրենց հասկացեց, որ եթե դուք ինձ չեք հավատում, դուք այլևս իմ ոչխարները չեք եւ մի այլ տեղ Քրիստոս հրեաներին ասեց. ձեզանից կվերցվի արքայությունը եւ կտրվի մի ազգի, որը կբերի պտուղներ այդ արքայության համար։ Ես միշտ ասում եմ, դա հայ ժողովրդի, հայ ազգի գաղափարն է, որը այո, բոլոր քրիստոնյաները կարող են ասել, բայց այդ պտուղները բերելու համար այն ինչ որ Աստված ուզում է, որ մի ազգ անի, դա տրվել է մեր ժողովրդին, որը մենք տեսնում ենք նրա մեջ, որ քրիստոսաբանությունը, մեր դավանանքը, ուղղափառությունը միայն հայ ազգը, այսօր հայ եկեղեցին պահեց, այսպես ասեմ։ Եվ անցնում է քրիստոնեությունից, այսինքն քրիստոնեությունը տարածվում է, գալիս է Հայաստան առաքյալների միջոցով եւ անցնում է մի շրջան 3 դար Աստծու կամոք եւ մեր Տերը իջնում է Հայաստան աշխարհ, ձեռը ոսկի մուրճով, հրեշտակների զորությամբ եւ խփում է այդ հողին, վաղարշապատ է իջնում եւ այդտեղից
դժողքից ձայներ են լսվում, ձևով այդ դժողքը կնքում է, փագում է մեր Տերը եւ լույս է ծագում մեծ։ Եվ Գրիգոր Լուսավորչին տեսիլքի մեջ տեսնում է տաճարի կառուցվածքը եւ կառուցում է եկեղեցին եւ շարականը կա Էջմիածին ի հորե եւ այնտեղ Գրիգոր Լուսավորչը տեսնում է, դա գալիս պատմում է հավատացյալ արքային, Տրդատին, այն ժամանակ արդեն հավատքի երեկե է եւ ասում է եկեք կառուցենք լույսի խորանը, որը ծագեց Հայաստան աշխարհում։ Այսինքն սրանով այդ նավակատիկի նորոգելու իմաստն ենք տեսնում, որովհետեւ հայ ազգը Հայք Նահապետի օրոք իր ժամանակ հայ ազգը, հայ ժողովուրդը, հայկի ժողովուրդը աստվածապաշտ ժողովուրդ էր։ Այդ ժամանակ ոչ մի ազգ, ոչ մի ժողովուրդ աստվածապաշտ չէին, բոլորը պաշտում էին կուռքերին, նաման երկրպագեցին Բելին, որը հետագայում Բաղալը կդառնա, մենք Դավիթ հետ ռուսերենով մի տեսահոլովակ պատրաստեցինք իր գրքի մասին, ով ռուսերեն հասկանում է, հղումը կդնեմ այս վիդեոյի տակ կգտնեք այդ հղումը։ Ուրեմն Բելը, որը պաշտեցին Բելին, իսկ միայն հայկն էր, որը մնաց աստվածապաշտ իր փոքրականակ ժողովրդով եւ պայքարեց, հաղթեց Բելին եւ երբ որ արդեն ժողովուրդները ցրվեցին աշխարհով, կրոն, հավատ, բան կամաց հայերն էլ հավատքից հեռացան եւ այդ տարածքը, այդ հողը, որ Աստված տվել էր հայ ժողովրդին, մենք պղծեցինք կուռքերով, դևերով, պաշտամունքներով, ոչ Աստծու հանդեպ ունեցած պաշտամունքով եւ պղծեցինք։ Այո, քրիստոնեությունը եկավ, առաքյալները բերեցին Հայաստան, ցիրուցան տարբեր տեղերով, բայց Գրիգոր Լուսավորչի ժամանակ այդ պետք էր նորոգում եւ Քրիստոս ինքը նորոգեց այդ Հայաստան աշխարհը, այսպես ասեմ, ինքը նորոգեց։ Այսինքն նավակատիկ տեղի ունեցավ, երբ որ Քրիստոսը իջավ այդ հողի վրա կանգնեց, ինքը նավակատիկ արեց, նորոգեց Հայաստան աշխարհը եւ այդ խորանը, որը պետք է կառուցվեր, այո, դա Էջմիածին Մայրաթոր տաճարն էր, բայց ավելի խորը որ նայենք, դա ամբողջ Հայաստան աշխարհն էր, Հայաստան աշխարհն էր, որը դառավ Աստծու տունը, Աստծու տաճարը դառավ։ Կարող է ձեզ համար տարօրինակ հնչի, ոմանք գտնվեն, բա հայրերը տենց բան չեն ասել, չգիտեմ, կարող է չեն ասել կամ ուրիշ ձև են հասկացրել, բայց իրականում Հայաստան աշխարհը դարձավ Աստծու տաճար։ Տերը բնակվեց Հայաստան աշխարհում նորոգելով այդ դրախտավայրը, այն դրախտը, որը այդ հող այդ տարածքը, որ տրվել էր հայ ժողովրդին, պատահական չէր, որ հայ ժողովրդին հասավ այդ բանը, Արարատ լեռը, որտեղ երկրորդ անգամ կյանքը սկսեց, Նախիջևանը, Արցախը, այդ ամեն ինչը, այդ հողը տրվել էր հայ ժողովրդին։ Եվ մենք մեր մեղքերով, այն ադեն ինչպես կրկնում եմ, պղծեցինք կուռքերին պաշտելով այդ հողը, պղծեցինք այդ դժողքի դռները, արդեն կարծես թե Հայաստան աշխարհ էր եւ Քրիստոս կնքելով նորոգեց, օծեց, սրբեց, մաքրեց մեր Հայաստան աշխարհը։ Եվ մի հետաքրքիր բան ասեմ, որ մենք եկեղեցիները կառուցում ենք խորանները դեպի արևելք եւ այդ եկեղեցու տաճարի, հայ ազգի տաճարի, Հայաստան աշխարհի տաճարը դա խորանը, դա Արցախ աշխարհն է։ Խորանը Արցախ աշխարհն է։ Արևմուտքի, այսինքն Գավիթը դա արևմտյան Հայաստանն է։ Իսկ Արարատյան դաշտավարը եւ Արարատ լեռը դա այն բուն եկեղեցին է։ Պատկերացրեք մի հատ եկեղեցին, խորանն է, դասը, հոգևորականներ, հետո ամբողջ բուն եկեղեցին է, որտեղ հավատացյալներն են։ Դա Արարատյան դաշտավարն է, եւ ինչպես Մայրաթորի մեջ կա իջման խորան, հենց մեջտեղում խորանը, դա այդ Արարատյան դաշտավարում էլ գտնվում է Մայրաթոր եկեղեցին, հենց տեղը, ուր Քրիստոս իջավ։ Հասկացաք, Գրիգոր Լուսավորչի տեսիլքը նաև սրա մեջ է, ինքը տեսավ ոչ թե միայն պարզ
քարեղեն շինություն, որը Մայրաթոր եկեղեցին է, այլ ամբողջ Հայաստան աշխարհը։ Եվ թշնամին միշտ ուզեցել է դա կործանի, թշնամին միշտ ուզեցել է այդ տաճարը քանդել, ամեն ինչ արել է, մենք կորցրել ենք հող, այսինքն տարածք, բայց չենք կորցրել այդ տաճարի, ոնց ասեմ, ամբողջականությունը, ինչու, որտև այդ ամբողջականության մեջ փառավորվել է մեր Տերը, ինչպես արևագալի ժամերգության մեջ ասում ենք արևելից, արևմուց, մանկունք Սիոնի փառաբանում են Տիրոջը, չէ, այսինքն միշտ մանկունք Սիոնի մանկունքները, դա մանուկները, դա հայ ժողովուրդն է դարել։ Էսի մի ուրիշ նյութ է կարելի խորանալ սրա մասին, բայց ես ինչն եմ ուզում ասեմ, որ թշնամին միշտ ուզեցել է գրավել, այո, ինչ-որ հող է վերցրել, բան է վերցրել, բայց այդ ամբողջականությունը, այդ հոգևոր գաղափարը եկեղեցու չի կորել, որտեղ միշտ արևմուտքից արևելք, արևելքից արևմուտք պաշտամունք է կատարվել, փառավորվել է Տիրոջ անունը, հայ աղոթք է հնչել, պատարագ է արվել, դավանանքն է պահվել, բայց թշնամին միշտ ուզեցել է դա քանդի, ուզեցել է հայ ժողովրդին ձուլի, այդ իր լեզվից կդրի, հա, եւ տարբեր միջոցներով, մարդկանց միջոցներով, լինի հենց հայերի միջոցով, լինի օտար կրոների, նույն քրիստոնյաների, որոնք քաղկեդոնական կայսրությունների կաթոլիկ եկեղեցու, բուզանդական եկեղեցու այդ ոտնձգությունները միշտ եղել է, մինչև հիմա էլ մենք տեսնում ենք, դա քողարկված է քաղաքական թեմաներով, բայց ամեն խորք ունի հոգևորը, ցավոք սրտի դա մենք չենք հասկանում։ Դրա համար այդ քաղաքական խաղերը 19-րդ դար, 20-րդ դարի սկիզբ բերեցին նրան, որ մենք կորցրեցինք մեր գավիթը, արևմտյան Հայաստանը։ Այդ քաղաքական եւ կոտորած եղավ եւ նպատակը ինչ էր, որ ժողովուրդը տեղից տեղահանարվի, մաքրվի, որ Աստծո անունը չփառավորվի, այսինքն կորցնենք մենք այդ եկեղեցու այդ ամբողջականությունը եւ այդ 100 տարի վերջ այդ քաղաքական խաղերը բերեցին ինչի, մենք Արցախը կորցրեցինք, մենք կորցրեցինք խորանը, արևելյան կողմը մեր տաճարի, այսինքն ժողովրդին հանելով, փառք Աստծո, կոտորած չեղավ, բան չեղավ, բայց ժողովրդին տեղահան հանելով եւ մնաց այդ փոքրիկ այդ եկեղեցու այդ մասը, այն էլ կիսատ, Արարատ լեռն էլ դուրս հանած, հիմա ուզում են նաև մեր մտքի մեջից էլ դա հանեն։ Եվ ամբողջ ուժը թշնամությունը գնաց դեպի Մայրաթոր Էջմիածին։ Այո, այդքան միամիտ մի եղեք կամ ձեզ ապուշի տեղ մի դրեք, կներեք արտահայտության համար, որ ասում են, դե մենք Էջմիածինի դեմ չենք, մենք ինչ-որ գահակալի կամ երկու անձի դեմ ենք։ Դա պարզամիտ տգետների համար քողարկված դա ինչ-որ մի բան է, որ այդ տգետները իրանց նախանձից, չարությունից դրթված ելնեն ոչ թե հարցը գահակալն է կամ որևէ հոգեորական, բոլորս մեղավոր մարդիկ ենք, այն դպիրից մինչև վեհափառ պատրիարքն էլ բոլորս տկարություն ունենք, մեղքեր ունենք, հա, բայց այդ ամբողջ հարված, այդ քողարկված այդ ամեն ինչով ուզում են նաև հարվածելով Մայրաթորին այդ սրտին խփեն, այդ սիրտը, այսինքն մերցնեն ընդհանրապես այդ տաճարի գաղափարը, այդ եկեղեցու գաղափարը, որ Հայաստան աշխարհն էր, բայց դա չի լինելու, որովհետև Տերը ինչ ասեց դժոխքի դռները չեն կարող հաղթել քեզ։ Այո, դա ամբողջ եկեղեցուն է ասած, բայց դա խորհուրդ կար, որ այդ շարականի մեջ ասում են սանդարամետական այդ ձայները դժոխքից անդնդի, այդ դժոխքի ամենայն ցածր տեղից մինչև այդ ձայները ոռնոցը դևերի լսվեց, որտեվ իրենց կնքեց, փագեց, եւ այսօր այս փորձություններով Հայաստանի մեջ մենք զարմանում ենք, ասում ենք ինչու է ասենց մեր մեջ կատարում, մարդիկ ինչու են ասենց, դա ցույց է տալի, որ այդ դժոխքի բաներ են
Այն ֆիլմեր կա, չէ, ոնց էս բաներ է բացվում դժողքից, շուտ բաներ են ուզում դուրս գան։ Այդ դուրս է եկել մարդկանց միջոցով մեջտեղ է գալի։ Այդ ատելությունը, չարությունը ինչից է։ Դա արհեստական, դիվային մի բան է, որ մարդկանց մեջ այդ ատելություն սերմանեն, որովհետեւ այդ ատելությամբ քանդեն են մեջի մարդկանց մեջ են հավատքը, հույսը, սերը։ Եվ այդ քանդելով մարդկանց հեռացնեն հայ եկեղեցուց, հեռացնեն սրբություններից։ Այո, մենք կորցնում ենք հողեր։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ եթե մեկը իր սրբությունները չի հարգում, չի պահպանում, Աստված առնում ուրիշի է տալիս։ Այո, նորից եմ ասում, մեր մեղքերի պատճառով էր, որ մենք Արևմտյան Հայաստանը կորցրեցինք բազում եկեղեցիներով եւ այսօր էլ կորցրեցինք Արցախը։ Մեր մեղքերի, որովհետեւ այդ կուսակցական խաղերը, որին ես դրա մասին շատ եմ խոսել, որ կուսակցությունները դա իրենք գաղափարախոսություն են կրում եւ եկեղեցին ունի իր հավիտենական գաղափարախոսությունը, որը իրենց համար դա ոնց մրցակից է դառնում եւ այդ օտար ուժերը այդ կուսակցությունների միջոցով արևմուտք, արևելք, հյուսիս, հարավ, ինչ ուզում եք ասեք, ինչ որ կազմակերպություններ, ինչ որ շարժումներ, ազգեր, որոնք ազդում են, այդ կուսակցությունների միջոցով են ազդում։ Այդ կուսակցական խաղերի միջոցով եկեղեցուն միշտ դիտարկել են որպես մրցակից, որը կարա ժողովրդին իր հետևից տանի։ Դրա համար իրենք ինչ են անում, այդ եկեղեցում ես չեմ հավատա որևէ կուսակցություն, որ հիմա իրանց պատռում ճղում են, մեկ ասում է մենք եկեղեցու դեմ չենք, մյուս ասում է մենք եկեղեցու հետ ենք, չեմ հավատում, որտեվ ձեր մեջ ավելի ձեր կուսակցական գաղափարներն է։ Դուք եկեղեցին չեք սիրում։ Ձեր համար եկեղեցին դա մի բան է, որը ձեզ ոտնատակ կամ, այսինքն եկեղեցին ձեզանից բարձր է ամեն ինչով, որով աստվածային շնորհք ունի, դա ձեր մեջ չկա։ Դրա համար դուք ներքուստ ուզում եք, որ եկեղեցին դկարանա, թուլանա։ Ես չեմ հավատում, որ իրոք կներեք, կարող է դուք լավ մարդիկ կաք մեջները, իրոք բարեպաշտ եք, բան չունեմ, բայց երբ որ ձեր համար առաջնայինը ձեր կուսակցության գաղափարախոսությունն է, այնտեղ չի կարա լինի աստվածասիրություն, որտեղ դու գաղափարախոսությունն ես, մեկին հակառակ գաղափարախոսություն, արդեն քո մեջ քո հանդեպ եւ դու ուրիշի հանդեպ ունես ատելություն, մրցակցություն, դնենք մի կողմ դեռ եկեղեցին, ուրիշ կուսակցությունների հանդեպ մրցակցություն է գնում, իսկ այդ մրցակցությունը այսօրվա քաղաքական հայացքներով դա ուղղակի դեմոկրատիա կամ ես իմ ինչ եք անվանում, բայց իրար հանդեպ ատելություն, սուտ, չարություն, այդ սուտը շատ է։ Քաղաքական գործիչները սուտ են խոսում, կամա ակամա, իսկ Աստծո խոսքը ասում է սուտ խոսողը արքայություն չի մտնի, Պողոս առաքյալն է ասում, Տաթևացին սատանային ասում է ստի հայրը, կոչում է ստի հայր, այսինքն աղբյուրը սուտ խոսողների դա սատանան է, հայրը սատանան է, դրա համար չի կարա ճշմարտություն լինի որևէ կուսակցության մեջ։ Ես հիմա կուսակցության դեմ կողմ բանի հարցը չի, այ ուզում եմ հասկացնեմ, որ դուք, որ մարդիկ պարզ ինչ որ մտածում եք, որ այս մի կուսակցությունը կգա, այս մի մեսիան կգա, sense ճակերտյալ հայ ազգի մեզ կփրկի, նայեք հրեաների օրինակը, որոնք սպասում էին մեսիա ու Քրիստոս եկավ, իրանք մերժեցին իրեն, որտեվ այս գլխի մեջ ասում է մեր հերիքա մեր հոգին հանես, ասա դու ես, թե չէ այդ մեսիան։ Եվ Քրիստոս ասաց, այն ինչ որ անում եմ, իմ հայրս է վկայում, իմ գործեր անում եմ, հորս գործերն եմ անում, այդ գործերը վկայություն տալիս։ Եվ իրանք չէին տեսնում, որտեվ այնքան էին կուրացած իրանց ազգային բաներով, որ ուզում էին ազատագրվեին հռոմեական լծից, սպասում էին մեկը պետք է գա փրկի։ Նույնը այսօր այս մարդիկ են, ամեն կուսակցություն ինքն է իրան գովում, որ ես կգամ կփրկեմ, ես կգամ կազատեմ սրանից, նրանից։ Եվ ինչ եղավ վերջում, մենք տեսնում ենք, որ ի վերջո Երուսաղեմը կործանվեց, տաճարը կործանվեց, քարը քարին չմնաց, եւ Տերը թողեց, ասում այդ տունը դադարք պետք է մնա, թողեց այդ տունը եւ 300 տարի հետո ինքը իջավ Հայաստան աշխարհ։
Եվ այստեղ այդ տաճարը հիմնեց։ Նորից եմ ասում, տաճար հիմնեց, դա Հայաստան աշխարհն է այդ տաճարը, որ այսօր մենք անարժանաբար մեր մեղքերով, մեր ամեն ինչով կորցնում ենք այդ բանը։ Եվ հարցը, գիտեք ինչի մեջ է, այն որոմների առակը, չէ, որ ասում է մի մարդ ցանեց ցորեն եւ թշնամին գիշերը եկավ որոմ ցանեց։ Հիմա մեր ժողովրդի մեջ էլ կա եւ հասարակության մեջ այդ որոմները թշնամու, հա, եւ մարդկանց մտքերի մեջ կա մի մասը որոմա, մի մասը ցորենն է։ Հիմա հարցը սրա մեջ է, եթե դու որոմ ես որպես հասարակության մեջ, դու այսօր կարաս փոխվես, Տիրոջ հրաշքով դու կարաս փոխվես, դառնաս ցորեն, Աստծու պտուղներ բերող մեկը բերես, մեկը 30, 60, 100, իսկ եթե գլխիդ մեջ է որոմ, կարող ես ազատվել, մաքրվել։ Դրա համար պետք չի զարմանալ, թե մարդիկ ոնց են հելնում ինչ-որ սրա դեմ, նրա դեմ, հանգիստ կարող են խոսել, որ Արցախը ինչներիս է պետք, հանգիստ խոսեն, Արարատն է ինչներիս է պետք, եւ դա սիրով ընդունեն, ինչի որտեվ որոմ է ձեր գլխի մեջ, կներեք, ոչ թե վիրավորում եմ, դա այդպես է, թշնամուց հանած սերմերն են։ Եվ այն թշնամին նա է, ով որ այդ որոմ է հասարակության մեջ, ցանում է իր որոմները։ Բայց դուք այդ հնարավորություն ունեք փոխվելու, դարձի գալու, փոխվելու, ապաշխարելու, եւ Աստծո խոսքը ասում է անիծված է ամեն մարդ, որ ապավինում է ուրիշ մարդու, ինչ-որ ուրիշ բանի վրա է ապավինում, դա անեծք է։ Աստծո խոսքն է ասում, եթե դուք ապավինում եք, որ ինչ-որ մի հատ կուսակցություն կգա, սրան կհանի, նրան կբերի, դուք անիծված եք։ Մեր ապավենը մեր Տերն է, մենք պետք է նորից այն խորանը կառուցենք լույսի։ Լույսը, ճշմարտությունը Քրիստոսի մեջ է, ոչ թե կուսակցությունների կամ այլ եկեղեցիների։ Դրա համար ես միշտ անդադար դա խոսում եմ, դուք շատերդ նեղվում եք, որ ես ասում եմ հերիք է այդ Պայիսիոս, Նեկտարիոս, չգիտեմ ինչ սրբեր, մրբեր, տարբեր օտար բերում եք, ներմուծում եք Հայաստան, էլ չեմ ասում են աղանդավոր շարժումները, որոնք են օտար այդ որոմներն են տարբեր ձևերով, որը սերմանում են ձեր ուղեղների մեջ։ Եվ ձեր մեջ սերմանում են բան, որ մեր հայերը դե էսի կարևոր չի։ Հենց էտա կարևոր չի կասում եք ու դրա համար ամեն քանդվում այդպես կամաց կորցնում են։ Կարևոր չէր Շուշին, հետո կարևոր չդարավ Արցախը, կարևոր չէր Արարատը, վաղը արագացնել կարևոր չի դառնա, կարևոր կդառնա, որ խաղաղություն լինի, իսկ խաղաղությունը միայն Քրիստոս է տալիս, ոչ թե ինչ-որ կուսակցություն կամ անհատներ, կամ էլ ինչ-որ կոալիցիոն կուսակցություններ, խաղաղություն չեն կարա տան, ասում աշխարհը չի կարա այն խաղաղությունը տա, ինչ-որ ես եմ տալիս։ Ասածը սա է, հարգելի բարեկամ, որ անդրադառնաս քո միտքը, քո փափակը չկապես որևէ կուսակցության կամ ինչ-որ մի երկրի հետ։ Դադարի համացանցային այդ վիճաբանություններ լսելուց, այդ քաղաքական գործիչներին լսելուց, իրոք կա մեջները կան անկեղծ իրանց տեսլականը, բայց իրանք էլ իրենց ուղեղն էլ որոմով լեցված, որը սատանայի գործն է։ Այսօր մեր ազգի փրկությունը Հիսուս Քրիստոսով է արվելու, ոչ թե ինչ-որ կուսակցությամբ։ Եվ դա լինելու է մի ինչ-որ հրաշք ձևի, ինչպես մենք հրաշքով դարձ ապրեցինք, հրաշքով այդ Տիրոջ տաճարը կառուցվեց Հայաստան աշխարհը որպես, հա, եւ այդ հրաշքով մենք նորոգվելու ենք, որտեղ Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ պետք է նոր նավակատիք լինի, նորոգվենք նորից։ Եվ այստեղ հարցը նրանում է, դու որպես որոմ հասարակության մեջ Քրիստոսի նորոգման ժամանակ դու որոմ կմնաս։ Դու որ ուղեղիդ մեջ որոմ է, այդ ուղեղիդ մեջ որոմով կմնաս։ Հարցը դա է լինելու, թե երբ որ Քրիստոսի նորոգությունը լինի, դու որտեղ ես լինելու։ Դու տանի պես թափվելու ես դուրս։ Դու արժանի չես լինելու այդ նոր խորանի առջև կանգնելու, նոր խորանի մեջ կանգնելու։ Արժանի չես լինելու։ Դրա համար այսօր փոխեք ձեր մտածելակերպը,
մեղա եկեք Տիրոջ առջև, ձեր ամբոստությունը եկեղեցու հանդեպ, ձեր փնտրումները, որ դուք փրկիչ եք փնտրե, ուրիշներին հայոյել եք, անիծել եք, ուրիշներին եք մեղադրե, որ այս ինչու է վիճակ, բոլորս ենք մեղավոր, որտեվ բոլորս մտել ենք այդ քաղաքական խաղերի մեջ, կողմ բռնելով, դեմ կանգնելով մեկին։ Դրա համար նորից նորոգվեք, որտեվ գիտեք, ինչու է հիմա կասեք, ինչ գիտես տենց է լինելու, որովհետև գիտեք, Աստված ամոթով չի թողնում։ Աստված երբ որ մի բան արել է, անում է, ինքը Տեր է ամեն ինչի, մարդու պես չի։ Պատահական չի դրախտավայրը, որը մի հողատարածքի վրա էր, այդ հողը տրվեց հայ ժողովրդին։ Պատահական չի, որ այդ Եդեմաբուխ գետերը Հայաստանով էին հոսում։ Արարատ լեռը Հայաստանում է, այսինքն Նոյը տապանը կանգնեց Արարատ լեռան վրա, որը Հայաստանում է։ Պատահական չի, Տաթևացին ասում է 3 առաքյալները մեր մոտ նահատակվեցին, Թադեոս Բարթոմեոս եւ Հուդա Հակոբյան, կարծեմ, հա։ Պատահական չի, որ Գեղարդը եկավ Հայաստան, պատահական չի այն յուղը, որ օրհնեց Քրիստոս, ձեթը յուղը օրհնեց Քրիստոս, Թադեոս առաքյալը բերեց Հայաստան եւ թաքնվեց, եւ երբ որ Գրիգոր Լուսավորչը դարավ հայոց հայրապետ, ինքը Մերոն օրհնեց եւ այդ Քրիստոսի բերած օրհնված յուղը, որը Թադեոսն էր բերել, լցրեց այդ Մերոնի մեջ։ Դրա համար մենք ամեն տարի այդ հին Մերոնից լցնում ենք նորի մեջ, որ Քրիստոսի օրհնությունը գալիս է մեզ հետ։ Պատահական չի, որ Աստվածատուր այբուբեն ունեցանք մենք, որը ոչ մի ազգ չունի։ Հասկանում եք, շատ կան բաներ եւ պատահական չի, որ Հայաստանը արևելք կոչվեց եւ Տաթևացին ասում է մենք արևելցիներ ենք կոչվում։ Արևելք ոչ թե որ տարածքային, ես տեսահոլովակ ունեմ դրա մասին, այ արևելք, որտեվ արևի աստղերի լուսինների շարժը Հայաստան աշխարհի վրով սկսեց։ Այսինքն սկիզբը ընդեղ է, ոչ թե Ճապոնիայից է դուրս գալիս։ Դրա համար արևելքը Հայաստանն է ու Տաթևացին ասում է Քրիստոս արևելքից է գալու։ Ինչպես լուսինը կայծակը արևելքից արևմուտք է ծագում, այդպես էլ Քրիստոսի գալուստն է լինելու, ասում է Հայաստանով է գալու։ Դրա համար որպեսզի այդ Հայաստանով գա, ինքը պետք է նորոգի այդ երկիրը։ Ես չգիտեմ, երկիրը կամբողջանա, մեծ հայկը կլինի թե չէ, դա կարևոր չի, դա երկրորդական է դառնում, բայց մեր Երբ որ Հայկ Նահապետը կռվում էր, ինքը այդ պայն չէր մտածում հողի տարածքի մասին չէր կռվում, ինքը հավերժության մասին էր մտածում։ Ինքը ասում էր ավելավա մեռնենք, քան թե ծառա դառնանք, քան թե երկրպագենք, նույն հոգիով եկավ Վարդանանցը, ինքը չէր մտածում հող փրկելու, ինքը մտածում էր հավիտենականությունը ձեռք բերելու։ Իսկ հող ում է տրվում Քրիստոսի խոսքերով, հեզերին։ Ուր է հեզություն չկա մեր մեջ, որպես հողերը ետ տրվի։ Բայց ես հավատում եմ այն բանին, որ այդ հողերը որտեղ կա, որը մեր հոգևոր տաճարն է, այնտեղ փառավորվելու է Տիրոջ անունը, մեր լեզվով է փառավորվելու եւ մեր դավանանքով է փառավորվելու, ինչպես նորից կրկնեմ, արևագալի շարականի մեջ արևելքից, արևմուտք, հյուսիսից, հարավ բոլոր ազգերը պետք է փառավորեն եւ նաոն Սիոնի մանուկները Տիրոջ անունը դեռ փառավորվելու է մեր տարածքում։ Դրա համար հարցը նորից քննի, եթե լսում ես դու ով ես, դու որոմ ես, թե որոմը գլխիդ մեջ է, ազատագրվի դարձիր ցորեն եւ գլխիդ մեջ թող այդ որոմը դադարքի, որ դառնա ցորեն։ Այսօր այսքանը խոսելիք դե շատ կա, ասելիք, բայց հուսամ, որ կհասկանաք ասածս եւ կհասկանաք, որ ձեզ ինչ է տրված։ Դա այն բանը չի, որ վայ չհպարտանանք, կան մարդիկ տգետ, որոնք ասում են, «Էդի հպարտությունն է բերում» եւ այլն եւ այլն։ Հպարտության հարցը չի, երբ որ դու մի բան ունես, դու ասում ես ես ունեմ, հա։ Ուրիշ բան, դու այդ ունես ու հպարտանում ես ու
դրանից քիթդ բարձր է սպամ, ուրիշների վրա ես նայում, բայց երբ որ դա դու տեսնում ես, դու ունես եւ գիտակցում ես եւ պատասխանատվություն ես կրում, դա ուրիշ բան է։ Օտարները մեր են կոչված հարևանները, որոնք ոչ մի բան չունեն, պատմություն չունեն, այսօր իրենց պատմություն են գրում, որ սա ամեն ինչը մերն է, իսկ մեզ համար դա կարևոր չի։ Ինչներիս է պետք։ Դա նորից եմ ասում, այդ որոմներն է, որ ձեր ուղեղի մեջ լցրել են այս տարիների ընթացքում, նմանտ այս 70 տարվա անաստվածության տարիներին Հայաստան աշխարհում, այդ լցրել են, իսկ Սփյուռքի մեջ էլ ինչ են արել, այդ ազգային հողերը հետ գրավելու, այդ պայքարի գաղափարախոսության որմերն են լցել ուղեղների մեջ ու մարդկանց հեռացրել են Աստծուց։ Դրա համար ունենք այն, ինչ որ ունենք, որտեվ առանց Աստված ենք ապրում։ Այսօր Սփյուռքի մեջ շատերը եկեղեցի էլ չեն գնում։ Ես չեմ ասում գնացեք ինչ-որ տեղ իմ հրաշքներ սպասեք, բայց գնացեք Տիրոջ անունը փառավորեք արևելքում, հյուսիսում, հարավում, արևմուտքում փառաբանեք Տիրոջ անունը եւ այդ որոմներից ազատվեք։ Իմաստություն ձեզի։ Շնորհակալ եմ, Աստված ձեզ պահապան։